թոշակը քիչեմ տխմելով կենեմ, վարելիք է շատ է կուզեմ։ 84-ամյա Ժենյա Մեժլումյանը միայնակ է ապրում, վատառողջ է, դժվարությամբ է քայլում։ 40,000 դրամ թոշակը հազիվ հերիքում է ցամաքացին, երբեմն նաև խանութից պարտքով է հացը վերցնում։ Թոշակից խնայել ու մի երկու պարկ փայտեր գնել, բայց ավելին արդեն գումարը չի հերիքել։ Այս փեդը եկել գումեչոք, արել քանի մեջոքի նորի տնից առաջ։ Թոշակից է տվեցիր։ Էդ իշքան փող ստանաս թոշակից դուրս տվեցիր։ Թոշակից չեմ ուդե։ Շիրակ կենտրոնը շուրջ 1.5 տասնամյակ է մարզի խոցելի ընտանիքներին ամերիկահայ բարերարների աջակցությամբ վառելիք, սնունդ ու հագուստ է տրամադրում։ Կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանն ասում է, իրենցից օգնություն հայցողների թիվը այս տարի ոչ թե պակասել, այլ ավելացել է։ Հատկապես ձմռան նախաշեմին ավելի է սրվում իրավիճակը, երբ ծայրը ծայրին հասցնող մարդիկ նաև ջեռուցման խնդրի առաջ են կանգնում։ Վառելիքի տրամադրման այս ծրագիրը լավագույն բարոմետրն է աղքատության պատկերը տեսնելու համար, ասում է Թումասյանը։ Ոչ թե պակասել է վառելիք խնդրող կամ կարիք ունեցող մարդկանց թիվը, ընտանիքների թիվը, այլ ավելացել է, որովհետև ընտանիքները տարիների ընթացքում իրենք ծերացել են եւ երիտասարդ ընտանիքների քանակը պակասել է, աշխատող մարդկանց քանակը պակասել է, դրա փոխարեն ավելացել են միայնակ տարեցները, հաշվանդամություն ունեցող, հիվանդություն ունեցող ընտանիքները։ Դրանք գումարած վառելափայտ գրեթե շուկայում չկա, տեսնում եք, եւ մարդիկ նաեւ թանկացումները, սննդամթերքի թանկացումներ, գազ, լույս, չգիտեմ, ապրելը թանկացել է եւ իրենք չեն կարող իրենց ձմռան վառելիքի խնդիրը լուծել։ Ամեն տարվա նման այս ձմեռ էլ Թումասյանը շրջում ու վառելիք է հատկացնում դրա կարիքն ունեցողներին։ Ղանդիլյանները տնակում արդեն 6 տարի վարձով են ապրում։ Արցախյան պատերազմի մասնակից երկու եղբայրների եկամուտը հաշմանդամության թոշակն ու նպաստն է։ Ստիցնից կդրենք ծառները հայատներից թոփ կենենք դելից ենք մարտիկ այսպես պարոն Թումասյանի պես լավ մարդիկ կան էլ բերենք մեկ Հերիքում է հետ։ Չէ 36,000 ինչ պիտի հերիք է 36,000 լուսի փող կուտած, վարձի փող կուտած, տեղի փող կուտած դիան է կմնաս ասպես Ընտանիքը նույնիսկ չի կարողանում անկողնում գանված եղբոր համար թթվածնի սարք գնել։ Պետությունը չի տա այդ սարքավորումը։ Շատ թանկ է, ինչքան է սարքավորումը։ 73,000 դրամ է, հա։ 70-ամյա Ռոզա Ավակյանը միայնակ է ապրում տնակում արդեն 37 տարի։ Փեդս է, ինչս է։ 58,000-ին ինչը հերիք են քուրջան, տեղի փող, կոմունալի փող, ուդելու փող, ոչ շոր, ոչ կոշիկ, ոչ մի բան, բայց չի հերիք է, հացի թամամ ցամաքացի պարաչեդիկ, ինչ փող։ Վարչապետը ասում է բիզնեսով թող զբաղվենք, կզբաղվենք։ Ես բիզնեսով, այս տարիքից ինչ բիզնես։ 70 տարեկան կինը ինչ բիզնես, քուրջ։ Ասում է թող թոշակառները բիզնես անեն։ Ինչ բիզնես են ես։ Մարդ պետք է չգիտեմ, դիքանելու է, ես չգիտեմ ինչ բիզնեսի մասին է խոսքը, բայց ես այդ ոնց չեմ թերու։ Վահան Թումասյանն ասում է Գյումրիի անապահով ընտանիքներին այս տարի գումարվել են նաև գյուղական համայնքների խոցելի խմբերն ու 2023-ից հետո Արցախից տեղահանված ընտանիքները։ Վիճկոմի վերջին տվյալներով Շիրակի մարզում աղքատ է բնակչության գրեթե կեսը, 43%-ը։ Շիրակին հաջորդում է Տավուշը շուրջ 40%-ով։ Ինչու չի հաղթահարվում աղքատությունը մարզում։ Տարիներով խոցելի ընտանիքների խնդիրներով զբաղվող Վահան Թումասյանի կարծիքով իշխանության վարած քաղաքականությունը արդյունավետ չէ։ Այսօր վառելափայտ ենք Պերեջակ Յուրիջանի հովանավորությամբ, Աբաշնոր քաղաքական էլիտա, այսպես կոչված, եւ շատ սոսկալի, շատ վատ արհամարհական վերաբերմունք Շիրակի մարզի Գյումրի քաղաքի հանդեպ։ Եթե այդ ամբողջի պարագայում նաեւ այսքան կանք, որ էլի Գյումրին կա, փողոցներ, սիրում են Գյումրին, ուրեմն պատկերացրեք, այս գյումրեցիները իշքան հզոր ժողովուրդ են, որ նման իրավիճակում հələ հասկան կան, ու նաև մի հատ Հայաստանի լավագույն քաղաքն է։
Այսինքն պատկերացրեք ինչ է ասում։ Հայաստանի լավագույն տուրիստական մայրաքաղաքը, սև ադամանդը, չգիտեմ միջազգային մագարտայի պատմամշակութային հուշարձաններով հարուստ քաղաքը ամենաաղքատն է։ Կարճ ասած, եթե աշխատանքը մարդու բարեկեցությունը չի ապահովում, ինչա պետք է անել։ Պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը։ Եթե դրանից հետո էլի իր աշխատանքը իր բարեկեցությունը չի ապահովում, ինչա պետք է անել։ Էլի է պետք վերադառնալ կրթությանը եւ աշխատանքային հմտությունների զարգացմանը։ Եվ սա պետք է լինի մեր քաղաքականությունը աշխատանքի ոլորտում։ Վարչապետ Փաշինյանը աղքատության հաղթահարման ճանապարհ է համարում կրթությունն ու աշխատանքը, բայց նույնիսկ պաշտոնական թվերն են փաստում։ Բուհավարտած ավելի քան 100,000 մարդ Հայաստանում չքավորության մեջ է ապրում։ 2024-ի տվյալներով նրանք չեն կարողացել ամսական գոնե 53,000 դրամ ծախսել, այսինքն հաղթահարել աղքատության միջին շեմը։ Պաշտոնական վերջին տվյալներով Հայաստանում աղքատ է բնակչության 21,7%-ը։